Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության գործերով գլխավոր վարչության շենքի 6-րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանից գողացել են իրեղեն ապացույց հանդիսացող $590,000։ Ով, ինչու, ինչպես, սրանք հարցեր են, որոնք դեռ չունեն պատասխաններ։ Թեպետ այդ գումարի մասին տեղյակ են եղել նույն վարչության բոլոր քննիչները, սակայն նրանցից միայն մեկն է ձերբակալված։ Գումարն այդ շենքում պահել են մի քանի ամիս շարունակ։ Իդեպ, ըստ Փաստինֆոյի, այդ փողը փորձել են գողանալ նաև 2024 թվականի դեկտեմբերին։ Եթե քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանը, որը հատուկ հսկվող տարածքը այլևս անապահով տեղ է, ուրեմն այսուհետև պետք է ավելի ապահով տեղ պահեն, չգիտեմ, գուցե ասեն կառավարության շենքում, որտեղ երևի թե հիմա ամենաապահով տեղը կառավարության շենքն է։ Ըստ տարածվող տեղեկությունների, գողը քննչական կոմիտեի շենք մտել է քննիչի կեղծ անձնագրով 16:30-ին եւ դուրս է եկել միայն հաջորդ օրը առավոտյան 8:30-ի սահմաններում։ Այս ընթացքում քննչական կոմիտեի շենքում անծանոթին չեն նկատել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կորել էր այդ պահարանի բանալին, սակայն հետո գտնվել էր։ Հերթական աբսուրդային դրսևորումներից է, որ մենք օր-օրի ականատես ենք լինում մեր իրականության մեջ, ու այլևս զարմանալու բան չկա, որ նույնիսկ այսպիսի զարմանալի բաներ են տեղի ունենում։ Սա հենց հերթական ցուցիչն է, թե ինչ անլուրջ վերաբերմունք է մեր իրավապահ համակարգում, թե ինչ աշճանի է չկայացած, որ արդեն այսպիսի խնդիրներ է լինում եւ զարմանալի չի, որովհետեւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման ականատես ենք մենք։ Ըստ օրենքի քննչական կոմիտեի տրամադրության տակ գտնվող իրեղեն ապացույցները պահպանվում են հատուկ հսկողությամբ, այս դեպքում խոշոր չափի գումարը պիտի լիներ ոչ թե կանխիկ ու պահարանում, այլ կոմիտեի դեպոզիտային հաշվին։ Ըստ օրենսդրության, իրեղեն ապացույց համարվող դրամական միջոցները, թանկարժեք իրերը, զարդերը պահվում են թանկարժեք իրերը եւ զարդերը կենտրոնական բանկում, իսկ դրամական միջոցները քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվում։ Ինչու չի պահվել, կարգի խախտում ինչու է կատարվել, ասել չեմ կարող։ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկել եւ իրագործվում են լայնածավալ օպերատիվ, հետախուզական եւ ապացուցողական գործողություններ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության Երևան քաղաքի դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Այն, որ նման հսկայական գումար պահվել է առանց պատշաճ վերահսկողության, այն բանից հետո, երբ արձանագրվել էր գողության փորձ, արդեն կասկածելի է, ասում են մասնագետները։ Անփութություն, թե ավելի խորքային համակարգային խնդիր է։ Ոչ պաշտոնանկություններ, ոչ հրապարակային ներողություն, քննչական կոմիտեն լռում է, իսկ հանրությունը սպասում է պատասխանի, ուր է $590,000, ով է պատասխան տալու եւ կարող ենք վստահել այն համակարգին, որը իր իսկ վերահսկողության տակ չի կարողանում պաշտպանել ապացույցները։ Սադամ Ակարյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։